Բարի լույս, մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, առավոտ լուսոն շարունակում է առաջին ալիքում ուղիղ եթերի իր ընթացքը եւ մենք առաջին հատվածում խոսեցինք մշակույթից, սպորտից, կրթությունից, բայց այս հատվածը որոշել ենք սկսել ամենակարևորի փոքրիկների հոգեկան առողջության մասին զրուցելով, որովհետեւ մասնավորապես այսօր խոսելու ենք այն տագնապների մասին, որոնք առաջանում են երեխաների մոտ, երբ բաժանվում են իրենց ծնողները եւ կապվածության հիվանդագին կապվածության տեսակների, իսկ այդ ամենը անելու ենք հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ, ողջույն։ Բարի առավոտ։ Շնորհակալ եմ անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս շատ կարևոր թեմային անդրադառնալու։ Մենք ամեն օր իհարկե ցավով, բայց տեսնում ենք, որ բաժանությունների թիվը գնալով ավելանում է ոչ միայն ամբողջ աշխարհում, այլ նաեւ մեզ մոտ։ Առաջինը եկեք սկսենք այն կարծիքից, որ ավելի լավ է ծնողները լինեն առանձին տներում բաժանված, բայց երջանիկ, քան ապրեն մեկ տան մեջ, ունենան ձևական, այսպես չակերտավոր այդ ընտանիքը, ինչ է երեխաներին պատճառ բերելով, որտեղ է ավելի առողջ լինում երեխան։ Շնորհակալ եմ, նախ ես եմ շնորհակալ հրավերի համար։ Երեխան առողջ է այնտեղ, որտեղ մթնոլորտը բարենպաստ է, որովհետև մենք փաստում ենք ամուսնալուծությունը որպես արդեն եղելություն, բայց չմոռանանք, որ մինչ ամուսնալուծությունը կա նախաամուսնալուծության երկարատև գործընթաց, որտեղ զույգերը գուցե յուրաքանչյուրը իրենից կախված ամեն ինչ անում է հարաբերությունները պահպանելու համար եւ հիմա կարող ենք փաստել այն, որ ամուսնալուծությունների թիվը ավելացել է կամ բարձրաձայնվում են դրանց մասին, որովհետեւ այո, ժամանակակից աշխարհում գուցե հայ կինը նաեւ շատ ու շատ իրավիճակներում փորձում է ոչ թե զսպել իրեն լռեցնել, որովհետեւ ամոթ է, որովհետեւ հասարակությունը կդատապարտի, որովհետեւ չգիտի թե ամուսնալուծությունից հետո ինչպես պետք է մեծացնի երեխային, այսօր կարողանում է նաև գնալ այդ ռիսկին փրկելով իրեն եւ փրկելով երեխային։ Սակայն պետք է նշենք, որ շատ հաճախ ամուսնալուծությունը չի դառնում լուծում երկու կողմերի համար, որովհետեւ կարող ենք բախվել հետ ամուսնալուծության փուլում շարունակվող մրցակցությանը կողմերի միջև, որտեղ ամուսնալուծվել են որպես կին եւ տղամարդ այլևս ապրեն ավելի ազատ, բայց ունեն մեկ ընդհանուր նպատակ, դա երեխան։ Սակայն այդ գիտակցումը, այդ իրավագիտակցումը ծնողների կողմից չկա, որպեսզի դերերը չխառնվեն իրար եւ երեխան կարծես ծնողներից յուրաքանչյուրի համար դառնում է վահան մյուս ծնողից պաշտպանվելու, մյուս ծնողին պատժելու համար, որովհետև դեռևս չմարսված են ամուսնալուծության պատճառները եւ այն խնդիրները, որոնք եղել են մինչ այդ։ Արդյոք հենց այդ պատճառներն են հետամուսնական նույն այդ շրջանն է, որ շատ երեխաների մոտ ավելի ծանր է լինում ծնողների բաժանումը եւ շատ այլ տագնապներ են առաջանում հենց այդ ժամանակ։ Այո, ինչպես ասում ենք, կարևոր է ոչ թե այն, ինչ երեխային ասվում է, այլ թե ինչպես է ասվում։ Եվ այստեղ կարևոր է թե ծնողները բաժանության որոշումը կայացնելուց որքանով են պայմանավորվում երեխայի հետ։ Հենց այսպես նստում երկու ծնողը եւ երեխայի հետ միասին քննարկում իրավիճակը, որպեսզի երեխայի համար ամեն ինչ պարզ լինի, որովհետև մենք շատ հաճախ մտածում ենք, որ դա երեխայը շատ բան չի հասկանում, բայց երեխաներն անգամ խաղի ժամանակ կլանում են այն ամեն ինչ մեծահասակները քննարկում են, դեստրուկտիվ քննադատությունները, ամենատարբեր իրավիճակները սպունգի նման կարողանում են վերցնել։ Ուստի շատ կարևոր է յուրաքանչյուր իրավիճակում երեխային ներկայացնել թափանցիկ, ասել, որ մաման ու պապան այլևս որպես կին եւ տղամարդ չեն կարողանա, եթե հատկապես կոնֆլիկտային է եղել, ուզում ես չէ, որ այլևս կոնֆլիկտային չլինեն մեր հարաբերությունները, դու ունես երկու առանձին տներ, որտեղ ապրում են մայրիկն ու հայրիկը եւ հնարավորություն ունես ազատ ընտրություն կատարելու, որովհետեւ շատ հաճախ մենք հանդիպում ենք երեխաների, ովքեր ունեն մեղքի զգացում իրենց ցանկությունը արտահայտելու այս կամ այն ծնողին տեսնելու, որովհետեւ այստեղ բախվում ենք ամենատարբեր հոգեբանական ազդեցության ձևերին, որոնք տեսանելի չեն։ Հոգեբանական ազդեցությունը չի ենթադրում այդ չգնաս մամայի մոտ կամ չգնաս պապայի մոտ, այլև ենթադրում է օրինակ մայրիկի տխրությունը, որտեղ հուզական շանտաժի արդյունքում երեխան վախենում է հայրիկի մոտ գնալ, որովհետև մայրիկը կտխրի դրա արդյունքում եւ ինքը դրանում մեղավոր է։ Եվ որպես կանոն գրեթե 99% դեպքերում մենք բախվում ենք դրան, որ եթե ազդեցությունը մի կողմ է դրվում, երեխան իրական ցանկությունը արտահայտում է։ Ուստի այստեղ ոչ թե ծնողական ամբիցիաների հետևից պետք է գնանք, այլ երեխայի լավագույն շահի հետևից, իսկ երեխայի լավագույն շահը երկու ծնող ունենալն է։
Եվ այս դեպքում, երբ որ մենք խոսում ենք երեխայի հետ պետք է խոսել, բացատրել նրան յուրաքանչյուր դետալը, նշեցիք նաև այդ հուզական ազդեցությունը, որ հաճախ ունենում են երկու կողմի ծնողներն էլ, բայց մենք նաև մասնավոր առանձնացրել ենք մայրիկների հետ հիվանդագին կապվածության դեպքերը, որոնք շատ հաճախ լինում են նաև ոչ բաժանված ընտանիքներում, երեխայի կապվածությունը մայրիկի հետ։ Երբ ենք հասկանում, որ արդեն հիվանդագին է այդ աստիճանը դառնում եւ ինչ նախանշաններ ու նշաններ կան։ Եթե գնանք դեռևս արմատական պատճառներին, ապա կարող ենք հասնել մինչև պրենատալ շրջան, երբ փորձում ենք հասկանալ, թե ինչպես է անցել հղիությունը մայրիկի մոտ, որովհետև երեխան բեղնավորումից ի վեր աշխարհը ընկալում է մայրիկի միջոցով, եւ եթե հղիության ընթացքում մայրիկը ունեցել է տագնապներ, մայրիկ ունեցել է լարվածություն, ապա երեխան ուղղակիորեն դառնում է մայրիկի հույզերի կրողը։ Եվ դա այն վայրն է, որտեղ երեխան բազային պաշտպանությունը պետք է ունենա եւ արտաքին աշխարհի մասին պատկերացումները հենց մայրիկի միջոցով է կազմում։ Հաճախ երեխայի անպաշտպանության զգացողությունը, որովհետեւ բաժանումը ծնողից երեխայի մոտ ստեղծում է անվտանգ միջավայրի խախտում եւ այստեղ կարեւոր է թե ծնողը առհասարակ ինչպես է վերաբերում բաժանմանը, որովհետեւ որպես կանոն հաճախ մեծահասակը ինքն է վախենում երեխային բաց թողնել։ Հաճախ ծնողը ինքը ունի վստահելու խնդիր, երեխային որևէ այլ մեծահասակի բացի իրենից վստահելու եւ շատ հաճախ երեխայի անհանգիստ եւ սարսափելի վերաբերմունքը բաժանման հանդեպ կարող է լինել նաեւ ծնողի դժվար բաց թողնելուց, կպչուն վերաբերմունքից եւ այստեղ կարեւոր է քննարկել ծնողի վարքային մոդելները։ Արդյոք ծնողի կողմից նույն խնամքը չափազանցված չէ։ Արդյոք նույն ծնողը երեխային մենակ թողնելու կամ առանձին թողնելու դեպքում չի ունենում մեղքի զգացում։ Եվ այս դեպքում շատ հաճախ օրինակ նույն պարտեզ կամ դպրոց տանելուց կարող ենք տեսնել ծնողներ, ում երեխան շատ հեշտ գնում է, բայց ծնողն է կանգնում, այնքան է հաջողանում, մինչև երեխան իրեն նայլացի եւ ծնողը ասի օրինակ չի թողնում։ Այստեղ անգիտակցաբար ծնողն է դժվար երեխային բաց թողնում, որովհետեւ եթե մենք առաջնային խնդիրը կարողանում ենք ծնողի հետ հաղթահարել, երեխան շատ հեշտ ադապտացվում է։ Այսինքն մեր օրգանիզմը ցանկացած իրավիճակին ունի շատ ճկուն հարմարվելու բոլոր հնարավորությունները, եթե մենք արհեստական խոչընդոտներ դրա համար չենք ստեղծում։ Այո։ Իրականում նույն մանկապարտեզը դպրոցը հիանալի հնարավորություն է երեխաների թե աշխարհընկալումը լայնացնելու, թե նոր շրջապատ ձևավորելու եւ հասարակ մարդկային շփումները զարգացնելու հարցում, բայց երբ կրկին վերադառնանք բաժանումներին, բաժանման դեպքում շատ հաճախ լինում է, որ նույն տեխնիկական պատճառներով տեղափոխվում են մեկ այլ տուն ու պետք է փոխել նաեւ մանկապարտեզն ու դպրոցը։ Սա ինչ ազդեցություն է ունենում այդ ընթացքում արդեն հոգեպես բավականին ընկճված վիճակում գտնվող երեխայի համար։ Ցանկացած փոփոխություն հեշտ հաղթահարելի է, եթե մենք դրան նախապես նախապատրաստում ենք երեխային ոչ տագնապային մոտեցմամբ։ Ամենատագնապային իրավիճակը մենք կարող ենք երեխային ներկայացնել նվազ տագնապով, ամենաթեթև իրավիճակը երեխային կարող ենք ներկայացնել տագնապային եւ ըստ այդմ վերաբերմունքը լինելու է այդպիսին։ Բնականաբար ռեժիմի փոփոխությունը, տեղանքի փոփոխությունը երեխայի համար փոփոխություն է, բայց եթե ծնողը դա չի կատաստրոֆիզացիայի ենթարկում եւ դրամատիզացնում, ապա երեխան շատ հեշտ է դրան հարմարվում։ Մենք ամեն ինչ շատ փաթեթավորում ենք երեխայի դժվարություններով, բայց ավելի շատ դա ծնողի դժվարություններն է։ Եթե մենք դա իրեն ներկայացնում ենք որպես հետաքրքիր կյանքի փուլ, նոր փորձառություն, նոր ծանոթություններ եւ անգամ եթե դա փոփոխություն չէ, կյանքի ինչ-որ նոր սկիզբ է, մենք պետք է պատկերացնենք, որ դրանով է պայմանավորված երեխայի հետագա ընթացքը, որովհետև եթե մենք գնում ենք դեպի պաշտպանական մեխանիզմ, ինչպիսին ձուլումն է, իսկ երեխային սեփական անձին ձուլվելը հղի է հետագա վտանգներով, որտեղ որ մենք հասուն տարիքում ունենք մարդ, ով դեռևս զուլված է ծնողին եւ վախենում է նրան կորցնել։ Ինչու ենք վախենում, որտեղ վախենում ենք մեզ տեսնել առանց մեր այդ կապվածության օբյեկտի, այստեղ ունենք ինքնուրույնության խնդիր։ Եվ եթե մենք ճիշտ ենք նախապատրաստում, իրականում սեպարացիան շատ ավելի հեշտ է տեղի ունենում։ Արդյոք հենց այդ կապվածությունը, որը կեսից դառնում է շատ հիվանդագին, կարող է նաև ազդեցություն ունենալ ոչ միայն երեխայի, այլ նաև երեխայի եւ հակառակ կողմի ծնողի փոխհարաբերությունների միջև, ու սա ինչ վտանգներ կարող է բերել։ Երբ երեխան օրինակ ձուլվում է մայրիկին բաժանումից հետո, ինչ վտանգներ են առաջանում այս դեպքում։
Ցանկացած դեպքում հիմնականում երեխան կրում է այն ծնողի ազդեցությունը, հույզերը, ում հետ բնականաբար բնակվում է, եւ այո, ձեր հարցի մեջ արդեն իսկ պատասխանը հնչում էր, հետեւաբար երեխան հակառակ ծնողի հանդեպ ունենալու է այն վերաբերմունքը, որը ունի իր ծնողը, եւ այս դեպքում որքան շատ է հուզական կապը, այնքան երեխան իդենտիֆիկացնում է տվյալ ծնողի էմոցիաները եւ դա ներկայացնում է որպես սեփական հույզեր։ Եվ միայն հոգեբանական աշխատանքի ընթացքում մենք կարող ենք տարանջատել, որտեղ տեսանելի չէ, երեխան շատ հստակ արտահայտում է իր խոսքը, ավելին բառապաշարում կարող ենք տեսնել մեծահասակին բնորոշ արտահայտություններ, չեմ ցանկանում ծնողիս հետ շփվել, որովհետեւ մայրիկի հանդեպ այսպես է վերաբերել եւ դա նաեւ հետագա երեխայի անձնական կյանքի դժվարությունների պատճառ է դառնում, որտեղ օրինակ, եթե մայրիկի հետ է, հայրիկի կերպարը երեխայի համար հակառակ սեռի կերպարի կարևորագույն եւ առաջնային մոդելն է, եւ եթե երեխայի վերաբերմունքը հայրիկի հանդեպ ձևավորվում է վիրավորանքով հանդեպ մայրիկի, այստեղ երեխան դառնում է կրողը մայրիկի հույզերի, այլ ոչ սեփական հույզերի, եւ հետագայում դա հղի է արդեն անձնական կյանքում հակառակ սեռի հետ ունեցած հարաբերությունների կառուցման դժվարություններով։ Իրականում այս զրույցի մեջ, եթե սիրելի հեռուստադիտողներ որևէ դեպքով գտնում եք ձեր պատմությունը, կարծում եմ պետք է դիմել մասնագետի, որպեսզի հենց մասնագետների հետ թերապիա անցնելուց հետո կարողանաք հարթել բոլոր խնդիրները եւ բաժանումից հետո անգամ ունենալ առողջ հարաբերություններ եւ ունենալ առողջ հոգեկան երեխա, հոգեպես առողջ երեխա։ Շնորհակալ եմ անչափ։ Ձեզ եմ շնորհակալ։ Այս թեման այնքան մեծ է, որ կարելի է շատ երկար, այո, անվերջ խոսել, բայց եթերային մեր ժամանակը սահմանափակ է։ Իսկ մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։